Ոստիկանության բարեփոխումների իրականացումը պահանջում է պետության և դոնոր հանրության համատեղ աշխատանք և ֆինանսական ներդրումներ։ Իրավաբան Նեթի փոխանցմամբ ոստիկանության վերջին հենասյան գվարդիայի ձևավորման համար 2020-22 թվականների ռազմավարության շրջանակներում համալիր ուսումնասիրությունների արդյունքում մշակվեց հայեցակարգ։ Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ոստիկանության զորքերի և դրա կազմում ծառայողների երկակի կարգավիճակը և ծառայության ներքին ու արտաքին անվտանգության գործառույթների զուգակցումը չեն բխում ոստիկանության ընդհանուր խնդիրներից։ Նշվածով պայմանավորված որպես առավել արդյունավետ մոդել ընտրվել է հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման զուտ ոստիկանական մասնագիտացված ծառայության ստեղծումը, որի վերջնական գործարկմանն ուղղված միջոցառումները կիրականացվեն արդեն ռազմավարական նոր փաստաթղթի շրջանակներում։ Ուշագրավ է այն, որ ոստիկանության գվարդիայի մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթը մինչ ընդունվելը ներառական հանրային քննարկումների փուլ է անցել և միջազգային փորձագիտական դրական գնահատականի արժանացել։ Օրենսդրական նախաձեռնությանը նախորդել են նաև հայեցակարգային լուծումների քննարկումները։ 2023 թվականի ընթացքում մշակվել և հաստատվել է ոստիկանության գվարդիայի ձևավորման հայեցակարգը։